Սիրում ես հայրենիքդ, վճարիր հարկերը։ Ասաց Փաշինյանն ու բարձրացրեց հարկերը։ Այդ հարկ ու տուրքից գոյացած գումարներով են հոգում նաև կառավարության ծախսերը։ Ուրեմն 2025 թվականին վարչապետի աշխատակազմի վրա նախատեսվում է ծախսել 22 միլիարդ դրամ։ 2017 թվականին կառավարության աշխատակազմն էր այն ժամանակ կոչվում, կառավարության աշխատակազմի վրա ծախսվել է 2.2 միլիարդ դրամ։ Թանկ է արժենում վարչապետը Հայաստանի համար, ավելի թանկ, քան խորհրդարանը, թեև մեր երկիրը խորհրդարանական երկիր է։ Ազգային ժողովը 107 պատգամավոր մինչև 1000 աշխատակից ունի։ Վարչապետի համար նախատեսված աշխատակազմի համար նախատեսված ծախսերը 3 անգամ ավելի մեծ են, քան պարլամենտին ուղղող ծախսերը։ Սա է նաև ցուցանում, որ Հայաստանի Հանրապետությունում պարլամենտարիզմը չի աշխատում ուղղակի։ ՔՊ-ի իշխանության 7 տարիներին անգամներով ավելացել են ոստիկանությանը ԱԱԾ-ին հատկացվող գումարները։ Ազգային անվտանգության ծառայության ուղղող ծախսերը 61 միլիարդ են դարել։ ԱԱԾ-ին հիմա անվանում են Փաշինյանի համար մարդկանց որսանող կառույց։ Ոստիկանությանը Փաշինյանի պաշտպանության բանակ, որ իրականում հանրային շահի պաշտպանության բանակը պետք է լինի։ Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության հանցագործությունների դեմ պայքար, տեսեք, այն 105 միլիարդից ընդամենը 15 միլիարդ է հատկացվում։ Կառավարման մասնագետը նկատում է, այս պարագայում զարմանալի չէ, որ Հայաստանում 2025 թվականին աճել են թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական զենքի հետ կապված թրաֆիքինգի, խարդախության և կիբերհանցագործությունների դեպքերը։ Հարկ վճարողների գումարները խոշոր հաշվով վատնվում են։ Ինչպես թե, բա այն ասֆալտը, որ փռել են ՔՊԱ-ականները, կասեն ՔՊԱ-ականները։ Կամ բայց չեն կարող ասել, որ դա համատարած բնույթ է կրում։ 2025-ի համար պլանավորած կապիտալ ծրագրերի 15%-ն է միայն իրականացրել Փաշինյանի թիմը։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի ձախողման մասին շատ են ահազանգել ընդդիմադիրները։ Հասարակական ահազանգն էլ այն մասին է, որ Հայաստանում եկող տարի 240 դպրոց է փակվելու միավորման անվան տակ։ Տեղեր կա, որտեղ սարքել են դպրոցներ, մարդիկ ասում են, որ ոտով կիլոմետրեր պետք է գնան, որպեսզի հասնեն դպրոց։ Եվ միևնույն ժամանակ էլ էական նշանակության մեր համար անվտանգային նշանակության օրինակ ունեցող Սյունիքում, որը ի դեպ բնակչության խտությամբ Հայաստանի մյուս տարածքների համեմատ ամենաքիչ բնակեցվածն է, փակվում են դպրոցներ, որը անվտանգային նշանակություն ունի, այսինքն երբեմն ծախսը, իմ ասած, բացի նրանից, որ պետք է նալ քանի աշակերտ է հաճախում, ծախսը կրում է նաև անվտանգային բնույթ։ Գյուղում դպրոց փակելը նշանակում է գյուղը դատարկել, սահմանամերձ գյուղում դա նշանակում է նաև ընդառաջ գնալ հակառակորդի նոր տարածքներ գրավելու նկրտումներին։ Փաշինյանի քաղաքականության դիմացողները պնդում են, Հայաստանում եթե ավելանում է, ապա միայն ՔՊ-ի քեֆը։ Որ պետական պարտքը ավելացնելուն զուգահեռ է թեժանում։ Վերջին 7 տարիներին այն ավելացել է մոտ 70%-ով։ Բյուջեի ծախսերի 15%-ը գնում է պարտքի սպասարկման, այսինքն շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իդեպ Եվրոպական միության ու տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության համատեղ ծրագրի Սիգմայի տվյալները 100-ից 26 են։ պայթեցրել են լավ կառավարելու մասին Փաշինյանի միֆը։ Մի զեկույցով 100 միավորանոց սանդղակով նույնիսկ բավարար չի ստացել ՔՊ-ն, եւ ուրեմն ջուրն են լցվել նաեւ այն գումարները, որոնք ոչ թե կառավարության, այլ հենց վարչապետի գործառույթներով պայմանավորված տարեկան ծախսերն են։ 6-ից 7 միլիարդ։ Հայաստանի թանկ վարչապետն է Նիկոլ Փաշինյանը, ՔՊԱ-ականների թանկագին վարչապետը։ Արփիս Քեսյան, Նորան Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։